Գյումրիի շուկայից ստուգումների արդյունքում մեկ օրում առգրավվել է 111 կիլոգրամ միս, Կոտայքի մարզից 61։ Այսպիսի ստուգումներ այս օրերին ամբողջ հանրապետությունում են։ Սա արդեն Գեղարքունիքում առգրավվածն է անհայտ ծագման ձիու 965 կիլոգրամ միս, որը պիտի վաճառվեր Երևանի Գումի շուկայում եւ Վանաձորում։ Մսեղիքը ոչնչացվել է տեսուչների վերահսկողությամբ։ Հատկապես ճանապարհների այդ հատվածներն են փորձում վերահսկելի դարձնել։ Գիտեք, մարդիկ հենց տեսուչներին տեսնում են, դա արդեն դարձել է, այսպես ասած, գործելավոճ, անմիջապես լցնում են նորից մեքենաները, փորձում են թաքցնել միսը եւ այլն, բայց հնարավորինս փորձ է կատարվում վերահսկելի դարձնել այդ շուկային։ 2025-ին մոտ 8 տոննա միս է առգրավել, որից 2 տոննան միայն դեկտեմբերին։ Վաճառվող ցանկացած միս պետք է լինի սպանդանոցային ծագման։ 2020-ից է սա պարտադիր։ 2024-ի սեպտեմբերից էլ որոշում ուժի մեջ մտավ, ոչ սպանդանոցային ծագման միսը առգրավել ու ոչնչացնել։ Ես չեմ ուզում այլ տարիների հետ համեմատություն անել, որովհետև պիտի ասեմ, որ այն ժամանակ չէր գործում այս պայմանը, իսկ հիմա արդեն գործում է եւ բնականաբար ավելի շատ է, բայց չեմ կարող նաեւ չֆիքսել այն փաստը, որ հատկապես խանութներում վաճառքի, մսի վաճառքի խանութներում, այն բաժանմունքներում, որտեղ միս է վաճառվում, մենք շատ ավելի հաճախ ենք հանդիպում սպանդանոցային ծագման մսին։ Եթե միսը սպանդանոցային է, ապա պարտադիր պետք է ունենա կնիքներ, օրինակ խոշոր եղջերավոր անասունների համար 2 կնիկ, կենդանու ականջապիտակի համարը եւ մորթի արդյունքում տրված համար 5 անասնաբուժական վկայականի համարը։ Սպանդանոցում մորթված միսը ստուգված է, պարտադիր, որևէ հիվանդ կենդանու միս սպանդանոցից հետո խանութում իրացման ցանցում հայտնվել չի կարող։ Դա հիմնական պայմանն է։ Նախ կատարվում է նախաստուգում, արտաքին զննում է կատարում, մորթից հետո կատարվում է ներքին օրգանների լաբորատոր փորձաքննություն եւ անպայման, եթե Աստված մի արասե կենդանին հիվանդ լինում, այդ մսեղիկը հենց այդտեղից ենթակա է ոչնչացման եւ մարդու սեղանին չի հասնի։ Բայց մեծ հետ զրուցած քաղաքացիների մեծ մասը միս ընտրելիս ոչ թե կնիքի առկայությանը, այլ մսի գույնին է նայում։ Ես գալիս ես, նայում ես, դուրը տեկավ, առնում ես ու գնում ես։ Այսինքն ձեր համար տարբերություն չկա սպանդանոցային ծագմանա, թե սպանդանոցային ծագման։ Ոչ, դրանից մենք չենք հասկանում։ Նայում ենք, եթե ինքը պարզա, գույնը, տենց ընտրում ենք։ Ծագումը կապ ունի, բայց ուշադրություն չենք դարձնում։ Սխալ է։ 10 տարի է նույն տեղից առնում ենք ջոգած հատուկ միսը։ Կարևոր է, որ նորմալ միս լինի, ինչ որ հատուկ վարակ չունենա։ Ուղղակի պետք է գնես անես մարդուց, ով որ վստահելի է։ Չենք կարող իմանալ, թե սպանդանոցիցը որն է։ Իհարկե շատ ցանկալի է, որ բժշկական կոմիսիա անցած լինի։ Միայն մեկը նշեց, շատ է կարևորում, փաստաթուղթն էլ պահանջում է։ Բայց ոչ բոլոր դեպքերում են տրամադրում։ Ես ինքս սովորել եմ տարբերել միսը, եթե մատով սխմում ես մսի վրա ու ինքը ինչ որ հետ կա թողնում, ես այդ միսը չեմ վերցնի։ Կանքելը դժվար չի ինձ թվում է։ Գիտեք ոնց այդ կանքելը դու չգիտես ով է կանքե, ինչ կնիկ հադրևերեն։ Եթե անգամ միսը սպանդանոցային ծագման է, ինչպես վստահ լիներ, որ սպանդանոցում մորթը ճիշտ է իրականացվում ու դուրս է գալիս մաքուր ու առողջ միս։ Դեկտեմբերի սկզբից ստուգումներ են բացվել բոլոր սպանդանոցներում, այնպես չի որ սպանդանոցները այսպես կան ու իրենք կարող են ինչ ուզեն անեն, ոչ։ Իրենք էլ համարվում են սննդի շղթայի օպերատոր եւ որպես սննդի շղթայի օպերատոր ենթակա են ստուգումների։ 100-ից ավելի սպանդանոցների կեսում արդեն իսկ իրականացվել են ստուգումներ։ Երկուսի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով։ Վերադառնալով վաճառքին, փողոցներում կարելի է պարբերաբար տեսնել նաեւ սպանդանոցային ծագման միս, բայց ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում վաճառվող։ Փողոցում վաճառվող միս մսեղիկը, եթե նույնիսկ ունի սպանդանոցային ծագում, այդ պայմաններում վաճառել չի կարելի եւ այն նույնպես առգրավում եւ ոչնչացվում է։ Անվեն վաճառողի կողքին մեկ տեսուչ կանգնեցնել հնարավոր չէ։ Հորդորում է մարդիկ լինեն ավելի զգոն, ահազանգեն, քանի որ խոսքը նախ եւ առաջ իրենց առողջության մասին է։ Չստուգված միս պարզապես չգնեն։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։